Հայաստանի հարևանները տարբեր ռիթմերով են ապրում, հարավում որոտացող ռումբեր, հյուսիսում թմբուկներ։ Երաժշտության ռիթմը Վրաստանում Հայաստանի վարչապետն է ապահովում, հատուկ վրացի ընկերների համար։ Նիկոլ Փաշինյանի հերթական սրտիկը Վրաստանից է։ Կոբախիձեի հետ ոչ ֆորմալ շփումից, ընթրիքից եւ նվագելուց հետո հերթը գործինն է։ Հայաստան-Վրաստան տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նիստն անցկացվում է Վրաստանի ամենագողտրիկ բնակավայրերից մեկում՝ Սիղնաղիում։ Շատ կարևոր է, որ պահպանենք խաղաղությունը տարածաշրջանում, շատ ուրախ ենք, որ վերջին ամիսներին ձևավորված միտումները տարածաշրջանում այսքան կարևոր եղան։ Կարևոր է պատմական համաձայնությունը, որը դուք եւ Ադրբեջանը ստորագրեցիք։ Սա իհարկե շատ լավ հիմքեր է ընձեռում մեր տարածաշրջանի մասին ավելի լավ հոգ տանելու համար։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում ձեր ցուցաբերած շարունակական աջակցության համար եւ նաեւ մենք հիմա տեսնում ենք եւ զգում ենք Վրաստանի աջակցությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև երկկողմ առևտրի եւ տնտեսական կապերի զարգացման ճանապարհին։ Տարածաշրջանը մտել է բարդ ու պատասխանատու փուլ։ Փաշինյանն ասում է, քննարկվում է Հայաստան-Վրաստան-Ադրբեջան եռակողմ գործակցության խորացման հնարավորությունը։ Նիստի արձանագրությունը ստորագրելուց հետո արարողակարգից թեթևակի շեղում եղավ, իրավիճակը շտկվեց ժպիտներով։ Առևտրի առումով Հայաստանը Վրաստանի առաջին տասնյակում է, իսկ ճանապարհորդությունների եւ զբոսաշրջության ցուցանիշով առաջին եռյակում։ Կոբախիձեի խոսքով բարեկամական ավանդական կապերը երկրների ռազմավարական հարաբերությունների հիմքն են։ Մենք տեսնում ենք, որ բարդ իրավիճակ է մեր շուրջը, հատկապես այս ամենի ֆոնին շատ կարևոր է ավելի խորացնել մեր գործակցությունը։ Շնորհակալություն եմ հայտնում Հայաստանին մեր տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանն աջակցելու համար։ Ես գործընկերոջս շնորհակալություն հայտնեցի նաև ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Վրաստանին աջակցող բանաձևին սատարելու համար։ Հայաստանը կարևոր է համարում Վրաստանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության հիման վրա տարածաշրջանում երկարատև կայունության եւ խաղաղության հաստատումը։ Փաշինյանի խոսքով Հայաստանը եւ Ադրբեջանը հենց այս հիմքի վրա են կառուցել եւ կառուցում խաղաղությունը։ Ուզում եմ մաղթել, որ Վրաստանում նույնպես այս խաղաղության տևական արձանագրումը, կարգավորումը տեղի ունենա եւ այստեղ պետք է ուղիղ ասել, որ մենք շատ շահագրգռված ենք դրանում, որովհետև տեսնում ենք, որ մեր տարածաշրջանի ոչ հեշտ ճակատագիրը պատմական հաղթահարելու շատ մեծ հնարավորություն կա։ Փաշինյանը վրացի գործընկերներին պատմել է նաև խաղաղության խաչմերուկ ներդրումային նախագծի Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների մասին ու ասել, որ Վրաստանը շատ կարևոր գործընկեր է Հայաստանի եւ Եվրամիության հարաբերությունների համատեքստում։ Ալադավթյան, Էպիկենտրոն։